Հələ դուրը փակի։ Չի լինում։ Ինչի։ Աթորը։ Ապա ինձ ասա ինչն է։ Ես պատմություն, այսքան ժամանակ եղել է, ասես ես ճիշտն եմ։ Դրսում սպասի քո անունը կհնչի կմտնես։ Մտի Էլեն։ Բացի։ Փակի։ Բացի։ Փակի։ Բացի։ Փակի բացի։ Բայց լավ էլ աշխատում է, հա։ Իհարկե։ Լավ, արի մենք գնանք կապուչինո խմենք, մինչև էդ էլ թող բաց մնա, հասկանանք ինչքան է աշխատում։ Այս ինչ ձայն է, որ անընդհատ բացականչում է իմ անունը։ Ես բա չես հարցնում ինչ այլ է։ Ոչ, Իրայդ, հարազատս, ընդհանրապես ինձ բացատրի, թե սա ինչ ձայն է, որ անընդհատ բացականչում է իմ անունը։ Իվան, չեմ հասկանում, ես դու ես թե իմ հայոց լեզվի ուսուցչուհին։ Ինչ է կատարվում։ Իվան ջան, ուղղակի Ժիրոն սիգնալիզացիա է միացրել դրան վրա, որ ով գա ձեն հանի, մենք էլ իմանանք էլի, որ ռեստորան մարդ եկավ։ Էն խանութի դրան վերևում, որ ծնգոցներ են կախում, այ դրա նման, ուղղակի մերը Իվանովա։ Այ ապրես, արյունը պաչեմ, լավ էլ մի։ Լավ բան եմ չեմ մտածել։ Ասում եմ մի հատ էլ դրանից կարելի է մեր սառնարանի վրա դնել, որ Ալվարդը գնա սառնարանը բացի իմանանք, որ բացել է։ Ոչ, եղբայրս, հարազատս, սա կարող է հաճախորդների մոտ անհանգստություն առաջացնել։ Ես խնդրում եմ, հեռացրեք այս սարքը։ Իվան, դու կարող ես հիվանդես կամ տաքություն ունես, ես ինչ ձև ես խոսում։ Ոչ, բնավ, ես քաջառող չեմ։ Ես ընդամենը խնդրում եմ սարքը ապամոնտաժել ռեստորանից։ Ինչ ասում։ Ասում է, որ սիգնալիզացիան անջատես էլի։ Իրան իրա լեզվով բացատրի, որ սիգնալիզացիան չի անջատվելու։ Հայ, Իվան ջան, չեմ։ Մադուկին մի ժամանակախ վերներով Մեկը նորմալ մյուսը պակաս շարիկներով Տարիները արագ անցան երազի պես Նրանք որոշեցին բացել փոքրիկ բիզնես Մեծը համով օտով ճաշացան կայքում Մյուսը մեծ ախպոր լարվածներ վերնաուտում Սա ճակատագիր ախպորից չես բախչի Ամեն ինչ շատ պարզ ասա հաստատ սուրպրիզ չի Եկեք գնանք ռեստորան Թող մարդիկ մեզ միանան Բոլորով նստենք մի մեծ սեղան Սպասում ենք Սիրով շիրով Իվան Եկեք գնանք ռեստորան Թող մարդիկ մեզ միանան Սպասում ենք սիրով շիրով Իվան Եկեք գնանք ռեստորան Իվան ջան, խնդրում եմ էլի, Միրոն էլ տես բան չի կրկնի, խնդրում եմ ների ինձ էլի, Միրոն հեսա ինք իրան կպաջի։ Իրայդ, իմ մերձավորի մերձավոր, ինչ է պատահ։ Միրոն որ ասի ինչ արել, Միրոյի գլուխը կվերցնես ու կտես պատին, հենա Միրոն ինք իրան պատժում է էլի։ Չի լինի նման բան։
Ես քեզ չեմ պատժի։ Միգուցե առաքումների հասցեներն ես խառնել։ Չէ, Միրոն բոլոր հասցեներով գնացել է։ Ապա ինչու ես ջարդում քո գեղեցիկ գանգը։ Միրոն պատվերներն է մոռացել տանի։ Եթե պատվերներն ես մոռացել, ապա ինչու ես գնացել դատարկ պայուսակով նշված հասցեներով։ Իմ տխմարամիտ ընկեր։ Միրոն գնացել է զգուշացնի, որ մի քիչ պատվերները ուշանալու են, որ հաճախորդները չանհանգստանան։ Ոչինչ։ Կարող է նման բան պատահել։ Ուղղակի խնդրում եմ մի քիչ ուշադիր լինես։ Միրոն չհասկացավ։ Իվան, ինչի՞ չես ասում։ Դու այն ասում։ Այդ տխմարամիտ ո՞նց կարելի է գնալ պատվերի ու պատվերը չտանը։ Շիրո, այ ես ընկերոջս վեկալու ռադ եղեք ստեղից։ Ախ, սերտս, ախ, տենտս, այ, պապա ջան, սրաս տեղը, Չի լինի նման բան։ Չի լինի նման բան։ Դու կարող ես հիմա նորից տանել առաքումները ու այդ քայլով ուղես, շտկես քո սխալները։ Ուղղակի խնդրում եմ։ Եղիր աչալուրջ։ 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 Չէ, ես Իվանը լրիվ ցանդել է։ Պետք է Ժիրոյին ասեմ աղբորը տիրություն անի։ Մամ ջան, իմ ու Իվանի հարաբերությունները թու արդեն բավականին լավ են։ Մնում է այդ հավին փիդրեմ ու արանքից անեմ։ Ուզես այդ փիդրած հավին անիծելու համար դիմեմ մեր բախտագուշակների հասարակական կազմակերպությանը։ Որ ինչ անեք։ Լավագույն գուշակների ֆորում անենք, միասնական ամեսք կարդանք։ Թե մամա ջան, որոշել եմ այսօր հետը գնամ խոսեմ։ Հուսամ կհասկանա։ Այ եթե չհասկացավ, ուրեմն արդեն ծանր հրետանի ենք մտցնում։ Թուղթ ու գիր, մոմ թափել, անեց։ Դու ինձնից լավ գիտես ինչ անես։ Դու դրան ասա, որ մերը սխառնվեց, հեռանալու ես հավիտյանս հավիտենից։ Շնչի։ Արտաշնչի։ Այդ տենց հանգիստ ապրես։ Բժիշկ ջան, ախր գիտեք հեշտ այդ աննորմալների հետ չջղայնանալը։ Ես նայում եմ իրանց դեմքին, բարձրաձայն ասում եմ. Մի ջղայնացրեք ինձ։ Թողեք հանգիստ ապրեմ։ Մտքից մեջ էլ ասում եմ. կտրեմ գլուխներդ կտրեմ։ Դու եթե դիմել ես ինձ, ուրեմն պետքա վստահ ես ու հանգիստ։ Ախր ես ձեզ վստահում եմ, բժիշկ ջան։ Իմ ընկերն է ձեզ խորհուրդ տվել, ու դուք իրան այնպես եք բուժել, որ ինքան թանրապես մոռացել է ինչ բանա ներվայնանա։ Գիտեմ։ Դե սկզբից մի քիչ դժվար է լինելու, բայց եթե ուզում ես առողջությունդ խնայել, պետքա լսես իմ խորհուրդներին, հա։ Ընդհանրապես հանգիստ մնալ, անկախ դրանից թե ինչ են անում։ Ոնց կապ չունի թե ինչ են անում։ Հավատա, եթե քո հանգստությունը տեսնեն, կփոխվեն։ Չեն փոխվի, բժիշկ ջան։ Կարմիր կովը ծառից հեռու չի ընկնում։ Եթե մի անգամ էլ ջղայնանաս, ստիպած եւս մի հատ ստենդ պիտի դնես սրտիդ վրա։ Չեմ կարող։ Տեղ չկա։ Հարմար տեղ կճարեն գտնեն։ Էսա պահպահը կսուտեմ։ Մի հատ կուրս կանցկացնենք եւ հետո ավելի կհանգստանաս։ 60,000։ Համաձայն։ Դե դու պահպահակի կերեք, ես մտքով դրած գլուխները ջարդ։ Սեբաստիան, թեյ կխմես։ Եթե հաշիվ չես գրել ինձ վրա, ի կխմեմ։ Բայց թեյ հյուրասիրելու համար ինչի պիտի հաշիվ ուզեմ։ Ես ինչ իմանամ, par exemple, Jérôme հաշիվ էր գրում։ Արխային չեմ գրի։ Խնդրեմ։ Oh, merci Alain, tu es très gentil, merci. Միրոն ասում է, այսօր Իվանի մի բան է ինչի։ Դու էլ ես նկատել։ Այսօր 1000 անգամ փորձել եմ ջղայնացնեմ։ Մի անգամ չի հասել։ Վախ պապա ջան, սրա փոխարեն մի հատ Ջրով շիշելներ։ Չէ, Ծաղիկ։
Մի խոսքով Իվանի մոտ ավելի լավ աստացվում հորինելը։ Ճիշտ ես ասում։ Այսօր Միրոն պատվերները չի հասցրել, եկել եմ, գոնե վրես ջղայնանա, Միրոյին տա պատը, խնդրելա որ ուշադիր լինեմ։ Ադեկվատ չի ախպերեն։ Պետք է ամեն ինչ անել ու Իվանին փրկել։ Հանգստությունը նրան կկործանի ուղակի։ Բա ինչ անենք որ հետ բերենք։ Պետք է ամեն ինչ անենք, որ Իվանին հունից հանենք։ Մենակ այդ դեպքում ինքը հետ կգա։ Այո, ընկերս։ Մենք մերժում ենք Իվանին հանգիստ պահանջում, Իվանին անհանգիստ։ Իմ հետ։ Մենք մերժում ենք Իվանին հանգիստ պահանջում, Իվանին անհանգիստ։ Լավ։ Ճիշտ են ասում էլի։ Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։ Ով է ընկերդ։ Բա դու ով ես։ Սպասում ենք սիրով շիրով Իվան Իվան ջան, հիմա մենք անելու ենք մեկ այլ հոգեթերապիա, որ այս հոգեթերապիայի փաթեթը արժի 120։ Բայց քանի որ ինքն ամիշնորդ է, ես այս փաթեթը ձեզ կտամ 110-ով։ Բայց ուրեմն 5 հարց եմ տալու, բոլոր հարցերը սկսելու են ինչու ով, եւ մենք այս հարցերի օգնությամբ կհասկանանք քո ստրեսի հիմնական պատճառը։ Կարող եմ 5 հարցի պատասխանը մի անգամից տամ։ Ժիրո։ Կենտրոնացի շնչի, արտաշնչի եւ ահա առաջին հարցը։ Ով է քեզ ջղայնացնում։ Ժիրո։ Ինչն է զայրացնում դրա մեջ։ Ամեն ինչը։ Ինչու դրա մասին Ժիրոյի հետ չեք խոսում։ Մարդկային լեզուն չի հասկանում։ Ինչու եք շարունակում նրա հետ աշխատել։ Որովհետև հարազատ աղբերս է։ Ինչու։ Այդ արդեն պապայիցս հարցրու։ Ուրեմն խնդիրը ավելի խորքային խնդիրի փաթեթը արժի 180-ով։ Ասում եք հանգիստ մնա, ո՞նց հանգիստ մնամ։ Հաստատ ապուշ բան արել, այն դրա համար կանչում են ինձ, հիմա գնալու եմ ու միասին սատկացնեմ։ Չէ, հատ եմ սատկացնելու, որ մյուսը տեսնի, թե այն մեկի ոնց եմ գլուխը բարտում ես ինչ արտում։ Իվան ջան, նախքան գնալ խնդրում եմ, ջղայնությունը թողնում ես այստեղ։ Ու հետո գնում ես։ Պետրոս ջան, դու իրանց չես ճանաչում։ Ժիրոն Միրոյից ապուշ է, Միրոն Ժիրոյից ցանդած։ Մենք դեռ չենք որոշել, թե որն է որից ավելի հիմար։ Դու եթե կանչել ես ինձ, ուրեմն պետք է ինձի վստահես, չէ՞։ Ես ամեն ինչ կանեմ, որ դու հանգստանաս, ու քո սիրտը որպես սենց դասական երաժշտության պես խփի, ոչ թե 6 դղկլը։ Հա, հիմա ինչ եմ։ Խորը շնչում, արտաշնչում եմ ու գնում եմ։ Այ Հարգելի Ժիրայր, հարգելի Միրայր, ես կխնդրեմ ինձ բացատրեք ինչի համար եք անում ես դրել կրկնության վրա։ Բա դու ախպեր ես։ Նստած տեղ 2 ժամ անունդ եմ ոռնում։ Ուշանում ես։ Ես քո հետ տենց եմ վարվում։ Իվան, բա դու ախպեր ես։ Թեքեմ քո նման ախպոր ճակատին։ Ներողություն եմ խնդրում ուշանալու համար։ Իսկ հիմա ուշադիր լսում եմ ձեզ։ Իվան, վատ բան է եղել։ Շատ։ Վատ բան է եղել։ Իսկ կարող եք հերթով ասել ինչ խնդիր կա, ես կփորձեմ լուծել այն։ Ասա Միրո։ Չէ, առաջինը դու ասա։ Պատմեմ, բայց չցնցվես։ Այսօր ես ու Միրոս առաքման հարցում սխալվել ենք։ Առավոտը զանգ եմ ստանում։ Պատվիրատուն պատվիրում է տապակած ջութ, գյուղական կարտոֆիլ, մայրաքաղաքային աղցան եւ բնական հյութ։ Դեռ ամեն ինչ նորմալ է։ Ես դեռ չեմ վերջացրել։ Պատվերը տալիս եմ Սեբաստյանին, Սեբաստյանը պատրաստում է, փաթեթավորում եմ, տալիս եմ Միրոյից, Միրոս տանում է։ Եվ որտեղ է կայանում ձեր սխալը։ Յա! Թողես մարդը միշտ վերջ այդ պատմությունը պատմի, այն անհամ գովազդերի պես մեջ ես ընկնում։ Մի խոսքով։ Միրոս տանում է տալիս է պատվիրատուին, պատվիրատուն տոպրակը բացում է եւ օ զարմանք։ Ինչ տեսնի։ Հələ հարցրու, ինչ տեսնի։ Եվ ինչ տեսավ։
Աջապ սանդալ։ Պարզվում է Միրոն այնքան արագատարել առաքումը, որ տոպրակի մեջ տապակած ջուտը, գյուղական կարտոֆիլը, մայրաքաղաքային աղցանը եւ բնական հյութը խառնվել են ու դարձել աջապ սանդալ։ Միրոյի գազան խասյաթը գիտես էլի, առաքումները չի ուշացնում։ Սիրելի եղբայրներ, ես ձեզ միշտ զգուշացրել եմ, որ առաքման ժամանակ ապրանքները պետք է ճիշտ փաթեթավորել, առանձին, որպեսզի առաքման ժամանակ չխառնվեն իրար։ Բացատրել ես Իվան ջան, ես եմ մեղավոր, խնդրում եմ մեզ վրա չջղայնանաս։ Այլի խնդրում եմ, հանկարծ այն առաքման տոպրակը չհագցնես Միրոյի գլխին, դոլ չնվագես։ Ինչ եք ասում, եղբայրներ։ Ես ոնց կարող եմ ձեզ վրա ջղայնանալ։ Բոլորի հետ կարող է պատահել նման բան։ Ճիշտ է, դες հետ անընդհատ է պատահում նման բաներ։ Բայց ես ձեզ ներում եմ իմ եղբայրներ։ Մեր պլանը չաշխատեց, Միրո։ Պետքա չափաբաժինը շատացնել։ Այո, ընկերս։ Ես գիտեի, ճիշտ ես։ Էս ինչ առիթ է։ Մեր արծը, նշենք։ Ինչ։ Կրկին փորձիր։ Կյանքս ուզում նշեմ մեր հաղթանակը։ Ինչ հաղթանակի մասին է խոսքը։ Էլեն ներգրը։ Սմար Ժիրոն ու Միրոն նենց են գժվսրի Իվանին, ստիպված են ներ հոգեբան կանչան։ Իսկ եթե արդեն խմելու առիթ է կյանքս։ Բարոն, դու միշտ խմելու առիթ կգտնես։ Հաստատ բոլ։ Չէ, մոլացը մի րոպե, բան է մոլացը։ Ինչ ռոմանտիկ ես, բարոն։ Еще цветочки мои принес. Я бы мне вершника нахтанака. Калини, это сой, я вам думаю, так нам шахта работает так янкас. Францез մեր աղբերն է զանգում, այդ տապզիկը։ Աղբեր, привет, братан. Կավունց են ձեր մոտ ասում։ Bonjour, братан. Նորմալ աղբերս, նորմալ, брат։ Դու ասա, ես ինչ էլ է աղբորոտ իշել եք։ Սպասում ենք, սիրով շիրով, Իվան։ Իվան, իրանք չպետք է հասկանան, որ դու չղայնացել ես, դուք պետք է հանգիստ լինես։ Քո հանգստությունը դրանց վրա դրական է ազդելու։ Ու այսի շատ լուրջ հոգեբանական մեթոդ է։ Բժիշկ, ինձ թվում է դրանք դիտմամբ են ինչ չղայնացնում։ Գերազանց, ուրեմն մեր մեթոդը ճիշտ է աշխատում։ Բայց իրանց օգտին է աշխատում։ Հասկանում եմ մտահոգությունդ, այ ես դրամ այլ առաջարկում եմ երրորդ հոգեբանական փաթեթը։ Արժի 190, բայց ես քեզ 180 տամ։ Երեք քայլ, ոչ, երեք, Սակից, նետիշ։ Պատրաստ, հանգիստ։ Այպես, կետրացի։ Շրջի ատը, շրջի։ Չէ։ Ապրես, բարձանք։ Այստացար։ Վերջնական մի հատ
Սեբաստիան, Oui. մի հատ կաթսա տուր։ Ինչ չափսի։ Որ Իվանի գլուխը մտնի մեջը։ Չհասկացա։ Ինչպես թե Իվանի գլուխը մտնի։ Այդ ինչ ուզում Իվանի գլխին սարքել։ Ավելի ճիշտ Իվանի գլխից։ Սեբաստիան։ Շատ ես հարցեր տալի։ Քեզ եթե ռեստորանի տերը ու տիրոջ ընկերը ասում են դու, ուրեմն սուսուփուս դու։ Ճիշտ ասում։ Շատ ես հարցեր տալիս։ Ինչ է դա։ Սեբաստիան։ Սեբաստիան ջան, կներես, որ խնդրենք մի հատ կացա կտաս։ Voilà. Մինչև ձեր գլուխները պատով չեմ տալիս, չեք հասկանում։ Լավ, երկու հատ էլ շերեփ տուր։ Արագացրու։ Խնդրում եմ։ Voilà. Ապրես։ Խնդրեմ։ Ապրես կյանքս։ Գիտես չէ ինչի համար եմ ես պաղպաղակն ուզել, որովհետև յուրաքանչյուր լուրջ գործ սկսելուց առաջ պետքա սառը գլխով մտածես։ Համը։ Իսկ ինչ եք պլանավորել անեք։ Չեղավ։ Ուրիշ մարդ պետքա չիմանա սրա մասին։ Էլենս ուրիշ մարդ չի։ Մոռացել ես մենք պատրաստվում ենք ամուսնանանք։ 7 երեխա ունենանք, ծառ տնկենք, հետո տուն կառուցենք, հետո այդ ամեն ինչը անենք վերջացնենք, վերջում գնանք Եգիպտոս։ Շնորհավորում եմ ընկերս։ Մի բացի ծերանակ։ Բայց որ խնդրեմ ինձ է կտանես Եգիպտոս։ Չէ, Միրո չի լինի։ Այնտեղ 9 հոգուց ավել չեն թողում որ մտնես։ Ժիրո ջան, իսկ այդ կաթսայով ու շերեփով ինչ ես որոշել անես։ Ասեմ։ Երևի նկատել ես, որ Իվանը առավոտից տարօրինակ է։ Ինչ ասես արել ենք։ Մի հատ չի ջղայնացել մեզ վրա։ Մենք էլ որոշել ենք Իվանին բերենք Զավադկոյ Նաստրոյկեկի։ Ուրեմն լսի։ Ժիրոն ու Միրոն թաքնվելու են տարածքում։ Դու գնալու ես Իվանի կաբինետ, նրան դուրս կանչես։ Հենց գա մտնի սրա, Ժիրոն այդ կացան հագցնում է Իվանի գլխին ու շերեփներով տալու ենք։ Այնքան ենք խփելու մինչև ուշքի գա։ Բրավո։ Իսկ ինչ լավ բան եք մտածել։ Այս տաղեն է մտածել։ Ես է համաձայն եմ։ Դարի մի հատ գրկե։ Դու չէ, Էլենը։ Հիմա ինչ կանչեմ Իվանին։ Մի րոպե։ Միրո այդ պաղպաղակը երբ կվերջացնես։ Միրոն մի րոպեի վանտեսքում կարող ուտի։ Բայց եթե շատ շտապ է, 5 վայրկյանում սրբեմ։ Դե։ Մի րոպեից կանչի։ Լավ Վիլտուր ջան, հասկացա քեզ աղբերս։ Զբաղվում է հարցով, քեզ օգտակար կլինեմ։ Լավ աղբեր։ Ինչ էր ասում։ Ֆրանսիայում էր Վիլտուրը։ Իր արժույթի աղբերները մարդը մանգալ է։ Սեբաստիանն փախել է Հայաստան։ Որ ինչ, տանեն իրենց ռեստորանում աշխատի։ Չէ որ վաբշու չաշխատի։ Վարզում է Սեբաստիանը Ալժիրի մաֆիայի մեծին աթույն է ու թռել է Հայաստան։ Փաստորեն լավ էլ վտանգավոր տիպ է Սեբաստիանը։ Պետք է իր ուտելիքները ստուգել նոր ուտել։ Բա դու ինչ ես պատրաստվում անել։ Պետք է բռնես Սեբաստիանին հետ ուղարկես Ֆրանսիա։ Չէ, կյանքս ես բան չեմ անի։ Մենակ Սեբաստիանը տեղը ցույց կտամ։ Տղեկը կփաթեթավորեն կուղարկեն Ֆրանսիա։ Բարև, այ փիդրացավ։ Չհասկացա, նս իրար հետ եք։ Քեզ ով է թույլ տվել, որ գաս իմ կաբինետ։ Իմ համար փակ դռներ չկան։ Իմ սաղ կյանքում բաց դռների օր է։ Ինչի համար ես եկել։ Ինչի համար եկել եմ արդեն էական չի։ Կարևորը ես տեսա, որ ես փիդրացավին փիդրող կա։ Իվանի կնիկը չէր։ Հա, մի երկու անգամ տեսել է Իվանը ինձ նայում, որոշել է, որ ես ուզում եմ Իվանին ինձնով անել, խանդում է։ Ոնց քեզ անայա։
Սա դա մաշկերը անեմ թարս դնեմ թող ուղեղին նայի։ Չէ, ջանիկս, դու նման մանր-մունր գործերով մի զբաղվի։ Պետք է զգուշ լինել։ Համել էս Ալվարդը մեզ որ միասին տեսել է, կարող է սկսեն կասկածել մեզ։ Մի հատ կասկածող եմ ման գալի։ Զանա շուտ է շուտ։ Սպասում ենք, սիրով շիրով Իվան Կանչել եմ գալիս է Իվանը։ Բժիշկ ջան, այսպես կանգնի, հիմա շնչի, խորը շնչի, հիմա արտաշնչի, շնչի։ Լավ չէ գալը, մեզի չէ կանում ես ում գլխին եք խպում, սաղից սատկացնելու եմ, դուք իսկականից սալապակացներ եք, դու էլ գնեմ մտածի փողերը ոնց ես պակերում։ Դու կանգնի բժիշկ ջան, դու իմացություն է եղել, մի դարասում եք։ Իվան, ազնիվ խոսք մենք ուզում ենք քո գլխին խփեի։ Բայց ուշ չի։ Սպասի։ Այդ դատարկագելուխներ։ Դատարկամիտներ։ Այդ դատարկամիտներ։ Այդ տակետներ։ Տակետներ։ Բուժվում է։ Ես ես հենց հիմա կշերեփահար եմ։ Ուրախացի այդ տղա, հազիվ բուժվում ես, ջղայնանալ գիտես։ Սեբաստիան պատրաստվի գնում ենք տուն։ Ոնց որ այսօր շուտ ենք փակվում։ Այսքան շուտ։ Բա ուր են շեֆերը։ Իվանը շերեփով ընկել է Ժիրոյի ու Միրոյի հետևից։ Կամ Իվանը կհասնի նրանց, կամ էլ իֆակտը Իվանին։ Բարև, Սեբաստյանը ստե է, չէ աշխատում։ Կներեք, իսկ դուք ով եք։ Մեր Պատրիկ իր աղբորն է ման գալիս, Սեբաստյանին։ Հա, մեր մոտ է աշխատում։ Հիմա կանչեմ։ Սեբաստյան։ Սեբաստյան։ Կներեք, երևի տուն է գնացել, այսօր շուտ ենք ավարտել աշխատանքը։ Այսքան շուտ, ժամը հələ 7-ն է։ Ճիշտն ասած մի հատ արտարոց դեպք եղավ։ Մեր շեֆերից մեկը շերեփներով ընկել է մյուս շեֆի ու առաքիչի հետևից։ Լավ, մենք վաղը կգանք։ Այսօր ալկոհոլ, այդ իստե չի։ Սպասում ենք, սիրով շիրով